Ապրիլի կեսին էր, որ Սահմանադրական դատարանը որոշեց, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում գույքը ենթակա է առգրավման, եթե պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո եւ այդ գույքը կապ ունի հանցանքի հետ։ Կառավարության նիստում գլխավոր դատախազն անդրադարձավ Մայր դատարանի այդ որոշմանն ու փորձեց բացատրել, որ շատերի մոտ այդ որոշումը թյուրըմբռնում է առաջացրել։ Շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք, այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք, ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք։ Ապօրինի գույքի բռնագանձման առումով 152 հայցադիմում կա դատարանում։ Դրանցից 5-ի վերաբերյալ կան դատական ակտեր։ Դրանք սակայն ըստ Աննա Վարդապետյանի դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։ Դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք, բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն, բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է։ Ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Այնուամենայնիվ Վարդապետյանը հայտնեց, որ Սահմանադրական դատանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի հստակեցումների է ենթարկվում։ Որոշակի հայցերով լինում են իրավիճակներ, երբ դատախազությունը վերահաշվարկներ կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ է կատարում եւ հետո միայն հայցեր ներկայացնում դատարան։ Սահմանադրական դատանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել, հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով։ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատանի որոշումը նպաստեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգի կայացմանը, միևնույն ժամանակ փաստում, որ դատարանները որոշակի սպասման մեջ են։ Ինչ որոշում ընդունեն, որպեսզի հակադրության մեջ չհայտնվեն բարձրագույն դատարանի հետ։ Հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել։ Այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Փաշինյանն ասում է, հաստատակամ է ու իր դիրքորոշումը չի փոխել։ Շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են, ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Դատախազության ներկայացրած տվյալներն են ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում 2023-ից 24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել։ Դատախազը տեղեկացրեց, որ պետությանը վերադարձվել է 7 անշարժ եւ 2 շարժական գույք։ Մինչեւ հունիսի 3-ը ներառյալ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտք կատարվել վերականգնման միջոցների միասնական հաշվին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։